Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Կարևոր հարցերի մասին այսօր հրավիրել եմ զրուցելու հայագետ, հնագույն քաղաքակրթությունների հետազոտող Վազգեն Գևորգյանին։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Մնացեք մեզ հետ։ Դե այդ գործը արված է, նորից եմ ասում։ Գործը արված է։ Գործը արված է։ Խորացնենք, այսինքն այստեղ գալիս է ժամանակի մեջ ինչ, դες ինչ արեցինք, չէ՞։ Հավերժի զավակ պետք է մենք հասկանանք, որ դա իրականություն է, բայց մենք նեոպլատոնական ենք, չէ՞։ Բռնումը ամեն ինչ ճիշտ է, մեր եկեղեցին հայկյան է։ Եթե ես իրան սենց եմ նայում, ինքը բան է, շրջան է։ Եթե ես սենց եմ նայում, ինքը արդեն խորություն է։ Ոնց։ Ո՞վ է մեզ ինչ թույն խմծել է։ Այս ոնց են աղավաղը մեր ուղեղը, հա։ Ինքը քանդեց են հին աշխարհը, հասկանում ես, որ ժամանակին ամեն ինչը պետք է լինի։ Ղեկավարությանը վերցրել են, բարիս բուն իմաստով, կաշառել են, ասել են սուս, քանի որ տնտեսական մենք քեզ կսեղմենք ու կվերանաս։ Հասկանում ես։ Այդ Ատլանտիդայից է ստացվել այդ գիտելիքները։ Այն ժամանակ էլ հայերն են ապրել։ Այդ իմացյալներն են ապրել։ Դրա համար իմացել են այդ գիտությունը։ Էս ինչ բացահայտություն է, պարոն Գևորգյան։ Չէ, բացահայտ բան է։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Նույնապես։ Հետաքրքիր թեմաներով ենք խոսելու, ինչպես միշտ։ Այո, իհարկե։ Պարոն Գևորգյան, մենք մեզ հռչակում ենք հավերժի զավակ, այնինչ այսօր կանգնած ենք կարծես թե գոյության եզրագծին։ Սա միֆ է, իրականություն է, թե իրապես չենք գիտակցում ինչի միջով ենք անցնում եւ ինչի ենք հանդիպելու։ Կարծես թե ինչ-որ ձևով նաեւ մոռացել ենք մեր ուժի ակունքը։ Միթե մոռացել ենք։ Առաջին իսկ բառերը հավերժի զավակ պետք է մենք հասկանանք, որ դա իրականություն է, չէ, վերացական խոսք չի, անիրատեսական, չէ։ Հավերժ ինչ ունենք մենք։ Մի բան կա, որ հավերժ է, էլի։ Որն է, ինչն է, ժամանակն է, հա։ Այսինքն եթե ժամանակն է, ուրեմն հայկն է, չէ։ Եթե հայկն է, ուրեմն ժամանակն է, եթե ժամանակն է, ուրեմն հայկն է։ Եթե հայկն է, ուրեմն հավերժ ենք։ Այո, հավերժ ենք։ Հիմա հայկը տալիս է, այսինքն ժամանակը մարդուն տալիս է այն լավագույն հնարավորությունը, որ ինքը կյանքեր ապրի։ Տարբեր դիապազոններում են բաները ոնց է, նոտաները ոնց է, չէ, 7 նոտա է, չէ, 12 տոնայնություն կա իմիջայլոց, հա, այդ 12, այսինքն զուգավորված տոնայնություններ կան, ասենք լա, դո եւ այլն, այսինքն ինքը մինոր, մաժոր, 12-ն է, էլի։ Ավել պակաս չկա, դիապազոնային կարան բարձր լինեն, բայց արժեքը չի փոխվում, էլի։ Հիմա այդ հավերժության մեջ այդ ամեն ինչը նույն բանն է, ինչ երաժշտության մեջ։ Այդ ժամանակն էլ է նույն բանը։ Մի հատ հետարքիր բան ասեմ, նույնականություն, ուրեմն մեկ տոնը, իր հարաբերությունը 1.122 է։ Հա, իսկ մեկ անկյունային այդ աստղի փոփոխման աստիճանը, ուրեմն նույնպես նույն արժեք ունի 22-ից 25 է, էլի։ Ընդամենը 3.1300-ականով տարբեր է։ Այսինքն նույն բանն է։ Իսկ եթե մենք վերցնենք, որ ժամանակը ունի իր տեմպը, ռիթմը, չէ, եւ հարմոնիան ամենակարևորը, որ այդ դրույթներով է այդ ժամանակը աշխատում։ Այդ գիտակցությունը եղել է ժամանակին, այսինքն որպես գիտություն, ինքը ինչու է 7000 գիտություններում, ինչու է երաժշտությունն ու աստղագիտությունը զուգահեռված իրար հետ, չէ, տաղաչափություն, չէ, ուրեմն համ քվանտային ֆիզիկա, համ երաժշտություն, հա, եւ աստղագիտություն, որ միատեղ պետք է իմանայիր, դրա համար նարեկացին եղել է ինչ, ուրեմն եղել է եւ իր բանը ինչը որպես պոեզիայի պոետ, չէ, ինչա ոնց է հայերեն։ Տաղ։ Չէ, տաղասած։ Տաղասած։
Իսկ տաղերգուն արդեն դառնում է բան, չէ, հավուն եւ այլն, չէ, գրել է, չէ, մարդը։ Այսինքն ինքը բոլոր բաները համարժեք ձևով տիրապետել է։ Դրա համար մեծը նարեկացի է դարձել, հասկանում ես։ Ուրեմն եւ երաժշտություն, ամեն ինչ կա չկա այս աշխարհի, հասկանում ես։ Այն խորագիտն է եղել։ Համարժեք այդ գիտելիքները պետքա ունենա։ Մարդը գնաց մի գիտություն, ֆիզիկոսը եթե ինքը երաժշտություն չի մարզա, բան չի հասկանալու երաժշտությունից։ Այդ Տեսլան չէ, որ ասում է տիեզերքն իրեն երաժշտություն ունի, չէ, իրեն սիմֆոնիան ունի, չէ։ Այդ մեծագույն մարդիկ դրա մասին խոսացել են, որ տիեզերական երաժշտություն, իսկ երաժշտությունը միակ բանն է, որ ունի հստակ համակարգային կարգավորված դրույթներ։ Այդ միակ բանն է, հասկանում ես։ Այն մնացածը մոտավոր բաներ են, բոլոր գիտությունները մոտավոր են, այդ երաժշտությունը եւ աստղագիտությունը գերճշգրիտ գիտություններ են։ Այդուհանդերձ այսօր հավերժի զավակը ինչի մեջ է հայը։ Հայկի, այսինքն քո արմատական, տեսանկյունն, տիեզերական, այդ աշխարհակառույց հայկը, հա ինքը տիեզեր կա նորից իրան, մի հատ նորից բացահայտենք հայկի երևույթը։ Ինքը եւ մարդ է, այսինքն քո ազգի այդ դպրոցի տիեզերական գիտության ուրեմն բանն է եղել, չէ, հիմնադիրն է եղել, դու իրան արժևորել ես որպես նահապետ եւ տվել ես նրան անունը, անվանակարգ Հայկ, հա, եւ այդ համաստեղությունն էլ կոչել ես Հայկ։ Հիմա այդ համաստեղությունը ինքը տիեզերական կառույց է, երբ որ կառավարում է ժամանակը։ Ժամանակն էլ ունի իր կենսատեղեկատվական էներգոինֆորմացիոն ֆակտորը, գործոնը, որը ամեն ինչի մեջ, ասում եմ համայնի մեջ է, ամեն մեկի մեջ ամբողջ լրումով, էլի նարեկացի եմ ասում, ինքը ամեն տեղ է, բայց ամեն մեկի մեջ իր ծրագիրն է ներդնում։ Հասկանում ես ինչ ասում նարեկացին։ Ինքը որ այս ճշմարտությունը չիմանար, այս միտքը որտեղից արտահայտ էր։ Իսկ նա արտահայտողն է հայ ազգային տիեզերագետ մշակույթի ժամանակի ինչպես անեղծ արձանի վրա ժամանակի տարն ու տարին իրար հաջորդ թիվը նորերի մարմնիտ մասերին համապատասխան պետք է որ լինեն անսխալ եւ անայլայլելի նարեկացի հասկանում եք ինչ ասեց այս մարդը բանաձևեց ժամանակը չի կարելի խառնել ժամանակը մեկ ասել ստեղից հաշվենք մեկ ստեղից հաշվենք այդ երաժշտությունը սկզբնավորման չէ որպեսզի համեմատենք հասկանալի լինի յուրաքանչյուր երաժշտություն յուրաքանչյուր բան ընդհանրապես ունի իր սկզբնավորման կետը չէ սկզբնակետը եթե դու այդ կետը խախտեցիր ուրեմն ինքը անկատար կլինի չէ թերի կլինի ճիշտ է թերի կլինի չես հասկանա այնտեղ ինչ եղավ էլի հիմա ժամանակը քանի որ ունի իր տեմպը ռիթմը հարմոնիան ինքը պետք է սկզբնակետ ունենա եւ վերջապես ժամանակը արուրաձև է հասկանում ես ինչ բարդ բան է հիմա այս ներկայիս քաղաքակրթությունը ասում են մենք գեր զարգացած ենք մենք տերն ենք տիեզերքի այս աշխարհի տերն են իրանք հասկանում ես երկինքը կդրել են ասում են տերն ենք այն որ ասում եմ ես մեր գյուղի ամենա լավ բանն եմ ֆուտբոլիստն եմ ասում են այդ ձեր գեղը քանի տուն ունի ասում եմ մի հատ հա հիմա մոտավորապես մարդն էլ տենց էլի ինքը իր գեղում այս աշխարհում տիեզերքը կդրել է իր գլխից հա ամեն ազգ մի հատ աստված է չէ բան արել աստվող է նշանակում տենց էլ կա այսինքն երկինքը ինքը հասկանում է որ չի կարա էլի այդ երկինքը փագի մի ասում մի հատ աստված կստեղծեմ կասեմ էտա իմ աստված էտա ասում էլի հա Εμείς տենում իր հարմար չի իր ազգին, ասում ես էլ իմ աստվածը կստեղծեմ ու տենց խառնաշփոթ էլի, այդ ոնց կարա տենց բան լինի, հա? Հա դու բայց մարդիկ ճիշտ են ասում, հայերենը բացահայտում է որ իրենք ճշմարտախոս են։ Իր ասը տվողն ուրիշ է, նրա ասը տվողը ուրիշ է, նրա ասը տվողն ուրիշ է, նրա ասը տվողն ուրիշ է, վերջ, ճիշտ չեն ասում այդ մարդիկ։ Ճիշտ են ասում, հա, բայց արարիչ մեկն է, ախպեր ջան։ Արարիչ եթե չունենա կենսատեղեկատվական դրույթ, ասը չտա, այս աշխարհում այս բնությունը կչորանա, չէ, չի ստանա իր տեղեկատվությունը։
եւ իր գործունեությունը միանգամից կդադարի, հա։ Հիմա ամեն ինչն է ճիշտ, ուղղակի պետքա խորագետ լինես ու ճիշտ նայես եւ նորից վերադառնաս, հասկանաս, թե ինչ բան է հայկյան մշակույթ, հայկական, հայոց մշակույթը, ազգային մշակույթը։ Դու ազգ ես թե ժողովուրդ, թե ցեղ։ Ազգը ազնիք են ստեղծել, որոնք պատրազն իրանց տանում են դեպի կատարելիության պայքար, պատր կատարելիություն է նշանակում, ազն այդ ազնիքն են, այդ իմացյալները, իմաստասերները, որոնք հազարամյակներ շարունակ այդ պայքարն են արել, հա, բերել են, հաստրել են 5-րդ դար, որ մենք գնանք 2008 թվականին այդ տենանք։ Նույնիսկ մեր էպոսում կա այդ խաչն պատերազմին։ Խաչ պատրաստի կամ խաչ պատրազն։ Խաչը, այս խաչը, այս հավասարաթիվ խաչը։ Դա կոորդինացիոն, համակարգիչ դրույթ է։ Այս տունը, որ առանց խաչի շինես, այս տունը կփլվի, պատը ծուռ կլինի, հասկանում ես։ Ինքը 90 աստիճան է, դες տուն տեսել ես, եթե տան պատը 95 լինի, մի վաղտ հետո, մի ժամանակ հետո կփլվի։ Ուրեմն ամեն տեղ է այդ խաչը, հասկանում ես, ինքը կոորդինացիոն ախտորոշիչ է, կենսորոշիչ է այդ խաչը, ամեն ինչում, ինչ գիտություն ուզում ես ընդունի։ Պարոն Գևորգյան, ուստի ասացիք, որ ժամանակի փոփոխության մեջ ենք, ժամանակի այս փոխակերպման շեմին մենք ինչով ենք զբաղված, միթե մեր գիտակցականը ճիշտ վայրում է, ճիշտ տարածության մեջ է, որպեսզի ճիշտ զուգորդվի ժամանակին։ Ուրեմն հազարամյակներ նորից կրկնեմ, շարունակ մենք ինչով զբաղված եղել ենք, ունեցել ենք մեր ուրեմն հզոր այդ ազգային մշակույթը եւ դրա արժանավորները, կրողները, այդ իմաստասերներն են եղել, որոնք չեն խառնվել, իրանք ուրեմն ընդհատակով այդ գրքերը առած եկել, ասել են նորից կրկնեմ 5-րդ դար եւ ինչ-ինչ հրաշքով կարողացել են Ռամշապուհին ներկայացնել այդ գիտելիքները։ Այդ պատմությունը կորած է Արեգ ջան, հետի արդեն մենք Շերլոկ Հոլմսություն ենք անում, էլի ենթադրում ենք փոքր-մոքր բաներ կան գրված, որ Մաշտոցը գնաց անգեղակոտ դևերին հանդիպելու եւ այլն, հա, եւ ընտեղից ինչ որ զարմանալի բաներ ստացավ, գիտելիքներ, հա, բայց շատ բան գրած չի, բայց ինչն է առարկայական, որ տեսնում ես, Վռամշապուհի ժամանակ 5-րդ դարից կենտրոնագմբեթները, որտեղ մինչև այդ բազիլիկներն էին, էլ է կառուցվում, իմիջիայլոց այդ հարցը կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցիները իրենց ճարտարապետական առումով ուղղակի հրաշք են։ Մեծագույն ճարտարապետներ, մտածողներ, գիտնականներ, դրանցից մեկը Նիկողայոս Մարը, հասկանում ես, Աճարյանի հետ հարց է տալիս, ասում տենաս որտեղից էլի դա հանկարծ ծնվեց էլի այս կատարյալ կառույցը ճարտարապետական, էլի որտեղից, հա, հետո պարզվում է, որ այս նույն ինքը Մարը Անիի պեղումների ժամանակը, ուրեմն հետազոտությունների ժամանակ, ուրեմն գտնում է կենտրոնագմբեթի նախատիպ։ Տաճար, որը նախաքրիստոնեական է եղել, ասում է հենա, փաստորեն, հա, այո։ Իհարկե այն ժամանակ Մարը չգիտեր, Նիկողայոս Մարը պարզա, որ աստղագիտություն չգիտեր, որպեսզի նաև այդ աստղագիտական չափագրումներն աներ, որ հասկանար սա ինչ է նշանակում։ Դա այն ժամանակ, որտեղ ժամանակը չէր, նորից եմ ասում, բայց մենք ունենք մի կառույց, ոնց որ մեր լեզուն, հա, որ ինքը չէր կարող տառ ունենար 5-րդ դարում, չէ, ոնց կարար տառ ունենար 5-րդ դարում։ Այդքան բառարմատներ, որ ինքը թարգմանվել է ավետարանը, արդեն մեծագույն մտածողները տեսել են ու հասկացել են, որ այն բառամթերքը, որ կա, արդեն գրական դու ժանր պետք է, ոչ թե խոսակցական լեզու է սա, այլ գրական լեզու է, որը պետք է մի գոնե մի քանի հազար տարի, հա, ձևավորվեր, չէ՞ որ դառնար այսպիսին, ուրեմն ոնց դու ունես գրական լեզու այդքան շատ հոմանիշներ, բառարմատներ, մենակ նարեկացին կարդացեք, տեսեք ինչ լեզու ունենք։ Շշմելու է, որ կարդում ես, ասում ես, ես էլ եմ հայերեն խոսում, ես հայերեն գիտեմ, չգիտեմ հայերեն, երբ որ նարեկացին կարդում ես, այս ինչ լեզու ունենք, հա։ Հա,
Հիմա այդ լեզուն որտեղից ծնվեց։ Այդ ոնց կարա տենց լեզու ծնվի։ Չի կարա։ Հնարավոր չի։ Ուրեմն հազարամյակների ինքը կատարելագործում պետք է ունենա, որպեսզի այդպեսին լինի, ինչպեսին արդեն նորից եմ կրկնում 5-րդ դարում էր։ Այսինքն ինչպիսի գիտությունների էր տիրապետում Նարեկացին։ Հիմա տիրը ով էր, նորից եմ ասում, գիր գրչության, չէ, դիցներ նա, այո, գիր գրչության և տոմարագիտության, իմիջայլուց, հա, հայկի ուրեմ դպիրներ, տիրը, հասկանում ես, դպիրներ, հա, հիմա դու ինչ է, խենթես, ինչ ես, հա, չունես գիր գրչություն, բայց դու ունես դից, հասկանում ես, Այդ ոնց կարող է դա սենց բան լինի։ Դու ուրեմն բանում մեծամորում, չէ, ձուլում ես մետաղաձուլարան ես ունենում, ՄԹԱ, ասենք, 3-ից 5-րդ հազարամյակներում, դու իդեալական քիմիա ես իմանում, չէ, մետաղաձուլությունն ինչ է, չէ, այդ ոլորտը որ լցնես բանի պղինձի մեջ, դու չափականակ չէ պետք է ունենաս, այսինքն քիմիա պետք է ունենա։ Այդ ամեն ինչը գիտես, բայց գիր չունես, պատկերացնում ես, էս ինչ, անհասկանալի բան։ Եթե հնարավոր է այդպես։ Իհարկե հնարավոր չէ։ Հիմա մենք այն աստղագիտությունը, որ տեսնում ենք, ասում ենք, էս ոնց է, արդեն չես մտածում գիր, ասում ես, այս գիտությունը որտեղից հանվի, հասկանում ես, անես բանաձև, հա, այնտեղ դուրս գալին, ասում եմ, ժամանակի պարույրի հստակ բացահայտ բանաձևն է դուրս հանում Հայկյան բունտոմարը։ Այդպես բան լսած կա մեկը այս աշխարհում, չկա։ Ուրեմն ժամանակը բոլորը ընկալում են որպես փակ շրջան, սենց, ինքը գալիս, պտտվում, նորից սկսում, ապա Հայկյանը պարուրաձև է, ու ինքը այդ 360-ը, որ ավարտում է և 5 օր հավելյաց, չէ, Միջորից 5 երկրային 6 աստղային է անդեղ, էլի, հասկանում ես ինչ հետարքիր է, դել հիմա չբացատրեմ անհասկանալի կլինի։ Մի խոսքով տալիս է պարույրի հստակ բանաձևը։ Ահա, այս պարույրի օրինակը, հա, պարոն Գևորգյան։ Այո, իրան, եթե մենք, այո, խորացնենք, այո, այսինքն այստեղ գալիս է ժամանակի մեջ ինչ, տես ինչ արեցինք, չէ, հարթությունը մենք խորացրեցինք։ Այո։ Հիմա նայ։ Այսինքն ժամանակը այս սրա նման պարուրաձև է։ Սպասի, Արեգ ջան, սպասի, ուրեմն ժամանակ, ոնց պետք է մենք մեր տարածաչափական ընկալումը, չէ, երկարություն, լայնություն, բարձրություն, ասում եմ մի հատ էլ ժամանակ, հետո մի հատ էլ ասում են խորություն։ Հիմա դու այդ խորությունը հենց հիմա արեցիր։ Սա խորությունն է համարվում։ Հիմա նայի, հիմա մի հատ բան ցույց տամ։ Համեցեք։ Եթե ես իրան սենց եմ նայում, ինքը բան է, շրջան է։ Եթե ես սենց եմ նայում, ինքը արդեն խորություն է։ Հասկանում ես, ու քանի խորություն է։ Տեսանկյունը փոխեցի։ Մենք ժամանակին նայում ենք սենց, զսպանակին, եթե նայում ես վերևից, դու շրջան ես տեսնում։ Զսպանակին նայում ես կողքից, տեսանկյունդ փոխեցիր։ Արդեն դու ուրիշ խորություններ տնկալեցիր։ Հիմա պատկերացրու Հայկյան բունտոմարը ունի այս ուրիշ խորության գերճշգրիտ։ Մի քանի խորություն։ Այդ ամեն ինչը մեջն է։ Մի քանի խորություն, մի քանի շերտեր։ Այո, եթե մենք մասնառում ենք, այդ ամեն ինչը հենց այդ ձևել գալիս կանգնում է ու շշմելու մի հատ բան է դառնում, էլի, ոնց է կառուցվում ժամանակը, հասկանում ես, այդ 6-ը ոնց է 9 դառնում, այդ 6 օրվա մեջ ինչ է կատարվում, 24 րոպե։ Պարոն Գևորգյան, հետաքրքիր բացահայտում արեցի ես ինձ համար։ Հա։ Պատկերացնում եմ, բայց հիմա էլ ավելի խորությամբ շերտերով փորձեցի հասկանալ ու ժամանակը դնել այդ ամենի մեջ ու այո։ էլի շատ բարդ է պատկերացնելը, շատ։ Չէ, այնքան էլ բարդ չի, ասեմ քեզ, ուղղակի պետք է ուղղորդվես այդ գիտելիքին, միացնես տրամաբանությունը, չշտապես, շատ շուտով կհասկանաս։ Այսինքն հիմա մենք երբ որ աշխատեցինք այդ Հայկյան բունտոմարի վրա, դրույթներ կան, որ շատ հեշտ բացատրվում է, էլի։ Օրինակ, ասենք այդ կոչվում է կարդինալ խաչ կամ տրոպիկական տարի, հա, գարնանային գիշերը, արևի անցումն է, էլի։ Ուրեմն գարնանային գիշերը հավասար, ամառային արևադարձ, աշնանային գիշերը հավասար, ձմեռային արևադարձ, ու ասում են նորից հետա գալի գարնանային հավասար։ Դրա համար են ասում նոր տարի, էլի։ Իրանք գիտեն զերոնը տեղը։ Սպասի, համբերի, այդ օրը Նովրուզ են անում, մենակ պարսիկները չէ։ Արևը 5 քայլ է անում։
Եվ իր տիեզերական 0-ն, այդ 360 օրը, որ ավարտում է, ամսին 5-ին հավելյաց ամսի այն 360-ը հավելյաց ամիսը պետք է սկզբնավորվի, դրանից առաջ ինքը 0-ական աստղային դիրք է արևը գրավում։ Աստղերը գալիս են իրանց 0 կետի վրա։ Հիմա, քանի որ հարցը տվել ես, հիմա բացի նրանից, որ հայկյան բունտոմարն է դա ցույց տալիս, էլ ինչ աշխարհակառույց կամ տիեզերակառույց մենք բան ունենք, որ կարող ենք այդ 0-ն տեսնենք։ Այս տարի ենք, այսինքն անցյալ տարի են։ Ես հասկանում եի, որ Տաթևիսյուն է։ Օրինակ գարնանային գիշերը հավասար, ամառային արևադարձ, աշնանային գիշերը հավասար եւ ձմեռային արևադարձ։ Մենք գնացինք դիտարկելու Հովանովանքում։ Ուրեմն այնտեղ կառուցված բանը նախագավիթը, այդ գմբեթը 12 ուրեմն այդ սյուներով եւ այլն եւ իր այդ խորանների ուրեմն պատուհաններն ու լուսամուտները։ Բարձմա բոլորը գործ են անցնում ու այդ օրվա այդ ժամին այդ գարնանային գիշերը հավասար արևադարձը թե աշնանայինը ձմեռայինը ցույց են տալիս։ Արևի շողքով։ Ժամացույցի պես։ Հասկանում ես, սա շշմելու բան է։ Հա, որ այդ կառույցը նենց է կառուցած։ Օրինակ մենք դաս ունենք, խորանի առաջ մի հատ դաս կա, որ այդ դասը պետքա ճիշտ տեղը կառուցված լինի, դասի վրա հիմա ասես պատնեշ են դնում, երկաթյա, որ այդ է դասը։ Դրանից այն կողմ են կանգնում ժողովուրդը, էլի դասից առաջ կանգնում է, ասենք, տվյալ բանը, բանը, հոգևորականը։ Ու այնտեղ ասենք բանն է տանում իր ժամերկությունը։ Մարդը իրավունք չունի դասային կողմը կանգնի, էլի, առավել եւս խորանին կանգնի։ Հիմա նայ այդ գարնանային գիշերը հավասարի ժամանակ արևի շողք այսպես գալիս կանգնում է ուղիղ դասի վրա։ Ոտքերացնում ես, երկու տեղը նախագավիթում էլ եւ այդտեղ ցուցմունք։ Հիմա նայում ես, ասում ես մի րոպե, այս ոնց եղա, ուրեմն նայում ես մի պատուհան ընդեղ է, մի հատ կլոր բացվածք ընդեղ է, հասկանում ես, այս ամեն ինչը համակարգվում են, մեկ է դառնում դրանց լույսի բանը, հեռարձակում ու գալիս է դասի վրա կանգնում է։ Շշմելու բան, հասկանում ես։ Հիմա էդի տենց։ Հիմա ինձ անհանգստացնում էր ամենաշատը, բա լավ, ես բանը որտեղից տեսնեմ, 0-ն որտեղ տեսնեմ։ Ու մտածեցի դե Տաթևիսյունը ինքը լինելով բանում, Տաթևում, այսինքն 0-ական կետում, ինքը դե Հայկի գոտին է ցույց տալիս, իմջալոց նաև աստղիկի տեղն է ցույց տալի եւ այլն։ Մի խոսքով այդ աստղիկն էլ է գալի նստում, ու տոպոցենտրիկան փոխում ես, հա։ Հիմա դե արևի առումով էլ ինքը պետքա ցույց տա, չէ՞, այսինքն անմասն չեն կարա, չէ՞ մնանք։ Հիմա արևը ներկայացվում է որպես 4-ակայլ, որը կոչվում է կարդինալ խաչ, հա, կարդինալ խաչ։ Բարձմա որ ոչ, 5 կա, մարմնի մասերին համապատասխան, Վետրուվյան մարդ, այն որ sense կանգնած է, չէ՞, այն գլուխը պոկել են, ման են գալիս այդ տրոպիկական ժամանակ ասում են թերի է։ Դա Վինչիի պատկերը։ Հա, Դա Վինչիի պատկերն եմ ասում։ Ինչ է նկարը, իր թաքնագրությունն ինչ է, արևի 5-ակայլ բանն է, աստղային կարգավորումն է 0-ական։ Հիմա լսի, ամենահասարակ բանն են կարել, բայց պետք է մտածեինք, այդքան տարին ապրում էինք, այդքան բանը չէինք մտածել, էլի, ոչինչ։ Ամենակարևորը որ ժամանակը կգա, հետո այդ միտքն էլ կգա։ Հենց մտածեցինք, հասկացանք, որ Տաթևիսյունը էդ էլ պետք է ցույց տա։ Գնացինք Տաթև ամսի 5-ին, ժամը ուղիղ 13-ին, Տաթևի ստվերը եկավ հենց ինքը կանգ առավ, ժամը նայում եմ, ժամը 13-ն է, կողմնացույցը դնում եմ կատարյալ 0։ 0, հասկանում ես։ Եթե մի քիչ թեքես ինքը լինում է 360 աստիճան, ճիշտ դնում ես 0-ը ցույց տալու, այսինքն Տաթևիսյան ստվերը ցույց է տալի 360 սիդերիկ տարվա 0-ացումը, որից հետո պետք է գա այդ սպիրալը 6 օրը, այդ հավելած աստղային եւ երկրային 5 օրա, աստղային 6 օրա։ Հասկանում ես ինչ է զորություն, էլի, այսինքն քո ճարտարապետությունը ոնց, էս իշի ոնց են արել այ մարդը, այստեղ նայի, էլի։
Փոքրի ինչ հասկացողները ուղղակի ապուշ են կտրում, երբ որ տեսնում են այդ առարկայական գերհզոր փաստարկը, էլի, հասկանում ես։ Մենք ասում ենք, չգիտեմ։ Ոչինչ։ Ժամանակը Հայկը այս ամեն ինչը բերեց տեսավորեց մեզ։ Ինքը քանդեց այն հին աշխարհը։ Դա ժամանակ էր, վերադաստիարակման ժամանակ էր, էլի, այն ինչ որ կատարվեց, այն Բաբելոնի տաճարից մինչև այսօրը, էլի։ Դա մարդկության ուրեմն վերադաստիարակման վերամշակում էին, էլի մարդու հոգին, ասում են, տնանք ինչ ես դառնալու ախպեր ջան, վերջում քննություն կանձնես, կտնանք ինչ։ Տիրի մոտ կգնաս, քննությունդ կտաս, էլի, կամ գրողի ծոցը, կամ հավերժություն։ Էսա, ուրիշ բան չկա։ Պարոն Գյորգեն, կարելի է այսօր ենթադրել ու ասել, որ այսօր հայը արարում է իր ճակատագիրը, թե սպասում է ժամանակի քմահաճույքին։ Չէ, հայը, նորից եմ ասում, հայը անկախ նրանից նա, ասենք, միտքը խոսքի օրինակ խոտորված է, աչքերը չի տենում, բայց ինքը կրողն է այդ մշակույթի։ Մենք որ մեր լեզուն հիմա մենք խոսում ենք, չէ, իրար հետ։ Մենք կարող է շատ բան չիմանանք, բայց մենք խոսում ենք աստղագիտական այդ մեր գենն է, էսա է, մենք լեզուն պահել ենք, լեզվամտածողությունը մնացել է։ Մենք ասում ենք առաստաղ, չէ՞։ Միանգամից առ, ասին եւ տաղին, արդեն մենք քվանտային ուրեմն այդ մասնիկների համագործակցության գործառույթի մասին խոսացինք, հասկանում ես։ Լավ, խոսացինք, պահում ենք, 4000 տարի պահում ենք, բայց չի ստացվում, որ ինչ որ ձևով նաեւ այդ ամենը թողել են ժամանակի քմահաճույքին։ Մեզնից կախված չի, մենք այդ մեր խնդիրն Դա մեր ձեռքը չի։ Փաստորեն չէ, իհարկե շտապում էինք, ասում էինք բալավ, խի սենց եղա։ Ասում ենք հավերժի զավակենք, մեր ձեռքը չի միթե դա։ Հավերժի զավակես, որովհետև դու գնում ես մյուս զուգահեռականում այն մյուսը չի գնում։ Հենց հազարաբանը չի գնում, էլ նա գրողի ծոցն է գնում, նորից են բացատրում։ Նորից բացատրեն։ Միթե լավ հավերժի զավակ լինեին, ճիշտ լինեին, 4000 տարի չէր անցնի։ Դու առաքելություն ունես, դու մենակ չես այս աշխարհում, նորից եմ ասում, չէ՞։ Կործանվել է այն բարձր քաղաքակրթությունը։ Ես նորից եմ ասում, անբացատրելի է, թե որտեղից այդ գերգիտությունը հայտնվել մեր իմացականում, որտեղ իմացյալ գիտությունը բան վերսնովի գիտություն չի։ Դες մայաները ունեն, չէ, բայց իրենք իրենց կուկուռուզի տոներին երեխաներ են մորթել զոհաբերել, հասկանում ես։ Եվ որ դու տիեզերակ եթե սեղե ոնց ես գնացել խոսքի երեխա զոհաբերել, էլի, հասկանում ես, ուրեմն վերսնովի է, տվել են, ասել են այս սրբազան տոմարը պահի ախպեր ջան, նստե պահել է, մյուսներն էլ իմիջայլոց, իսկ դու, եթե իմացյալ չլնեիր, այդ տաճարները այդ ձևով չէիր կառուցի, հասկանում ես, այդքան գերճշգրիտ աստղադիտարաններ չէիր կառուցի, հասկանում ես, ուրեմն դրա գիտելիքն ես ունեցել։ Հիմա էդի ուրեմ չի, որովհետև դու այդ 7000 գիտությունների դպրոցը 5-ից 17-րդ դար ունեցել ես, դրանց կարկառուն ներկայացուցիչն է Հակոբ Ղրիմեցին, Նարեկացին, Գրիգոր Տաթևացին, Հերացին եւ այլն, այսինքն գնանք մի հսկա համաստեղություն գտնենք աստղային, հասկանում ես։ Հա, ամեն ինչ բացահայտ է։ Հիմա որ ասում ես, ուրեմն ժամանակ է, այո, որովհետև դու այդ աշխարհի մեջ, այդ կոպիտ աշխարհի մեջ քո ամենագլխավոր խոհեմ քայլերը պետք է անեիր։ Դες նորից եմ ասում, այդ իմաստասերները անցել են ընդհատակ, պահել են այդ գրքերը, գիտությունը, բերել են հասրել են 5-րդ դար։ Հետո ինչ որ հրաշքով դա դառել է բան, դպրոց, եկել են դաս են տվել։ Հետո իրանց մորթել են, բայց իրանք արդեն այդ վկայությունները եկեղեցիների, տաճարների տեսքով, աստղագիտական Տաթևիսյան եւ խորանների տեսքով թողել են արդեն այն գիտողին, որ կգա կտեսնի ու կհասկանա, ժամանակը պետք է գա։ Հիմա որ ասում են ինչ ժամանակ, ասում եմ եթե չլներ աստղային ծրագիրը, չէ, չլներ։ Ասենք ես գնացի տեսա Տաթևիսյան վրա Հայկի ասենք բան, հա, շատերն էլ ասում են, հա, դա հիմա ինչ անենք, որ բան, ես ինչ ես ասում, հա։ Եթե դա համակարգային ես չկարողանայի, իր մոտ չհաջողվեր համակարգային ձևակերպել, թիվ թվաբանություն, երկրաչափություն եւ այլն, չէ։ Դենց է կմնար, բայց ոնց կլներ, որ ես ոնց երաժիշտ տղա ոնց էի ձևակերպելու։ Ես աստղագետ չեմ եղել, չէ։
Սովորել եմ, բայց եթե չլներ այդ ժամանակ, իմիջիայլոց 12 թվին դեռևս հասու չէր այդ աստղային ծրագիրը, հասկանում ես, ինձ, նոր էր մտել, եթե այդ համակարգչային ծրագիրները չլինեին, ես այդ համակարգը չէի կարող, հասկանում ես համակարգել, հասկանում ես, որ ժամանակին ամեն ինչը պետք է լինի, դու հասկացար ինչ եմ ասում, այդ համակարգչային աստղային ծրագիրները ինձ օգնեցին, որպեսզի ես կարողանամ տարին առաջ տալ, հետ տալ, գնալ 10,000 տարի, գնալ 10,000 տարի առաջ, այս կողմ, այն կողմ, հասկանում ես Արեգ ջան, հիմա դա 2000 թվականին հասու չէր ինձ հասու չի եղել, եւ ոչ մեկին էլ հասու չի եղել, հատուկ այդ մարսնագետներ կային, որ այդ ծրագրերով աշխատում էին 17 թվականին, երբ որ Գենկոն, Ելենա Գենկոն Հայաստան եկավ, մինչև այդ ես անընդհատ իրան զանգում կամ նամակ էի գրում, ասում էի, այս հարցն էի տալիս, միամիտ հարցեր էի էլի տալիս, ես չէի կարողանում տեսավորել այդ ամեն ինչը իմ գլխում, ոնց տեսավորեց, այդ պատկերավորեց, հա, այդ աստղային երկինքը։ Մինչև Գենկոն եկավ, ասեց, ախպեր ջան, խելոք տղա ես, արի այս ծրագիրը սովորի, քո հարցերին դու պատասխանի։ Պլյուս այն պրակտիկան առարկայական, որ մենք քարահունջ եւ այլն, հա, արեցինք աստղային ուղղությունները, բան եւ այլն, եւ համեմատեցինք Հայկյան բունտոմարը իր համակարգային դրույթներով խորանի ուղղվածությունը, քարահունջի քարի ուղղվածությունը, բերեցինք, դրեցինք, նայեցինք աստղային ծրագրով ինչոցա, սա կպավ իրար։ Այդ ժամանակ նոր իմ պատկերացումը սկսեց աշխատել։ Հասկանում ես, չի կարա մարդու Հիմա մենք մարդկանցից ասում ենք թող պատկերացնեն, ո՞նց պատկերացնեն այդ մարդիկ։ Լավ, հարցի մեկ այլ կողմը նայենք, պարոն Գևորգյան, երևույթի մեկ այլ կողմը նայենք։ Մի քանի անգամ շեշտեցիք ու նաև նախորդ հաղորդման ժամանակ ասացիք, որ 4000 տարի փակի տակ է եղել, 4000 տարի չենք իմացել, դուք էլ մեկնաբանում եք դա ժամանակը չէր, այդպես է։ Այո։ Հարցս հետևյալն է, այս 4000 տարի նման այլայլված, աղավաղված վիճակը ում էր պետք, որ ժամանակին էր պետք։ Տիեզերքին էր պետք, նորից եմ Դա ասում։ ինչ առաքելության Մարդ էր ինքը ստեղծում, բարոյական մարդ։ Մարդը սկզբից ինչ որ անում ես, պետք է տաշես, տաշտշես, տես բան չէ, մի բան ստեղծում ես, չէ, թափոններ պետք է տաս եւ այլն, ասենք ադամանդը չէ, ինչքան պետք է հղկես, մինչև դառնա այսքան միած սիրուն թանկարժեք ադամանդ։ Էս է անում տիեզերքը, մարդը վերապատրաստում, նորից եմ ասում։ Այդ ընթացքում կա մի ազգ, որ արդեն վերապատրաստված է, հա, ու ինքը պետք է պահպանի այդ գիտելիքը, որ այդ ժամանակի վերջում բերի ասի հեսա, տղեկ ջան, հասկանում ես, եթե դա պատկերացրու, եթե Տաթևիսյունը նորից կրկնեմ, Հայկը չեր գա առաջ, հասկանում ես, պետքա մի բան դու ցուցիչ գտնես, կապես, ասես, տես, իմ քաղաքակրթությունը, իմ ազգը, այս ամեն ինչը սենց առարկայական, ինքը ապացուցողական գերկայուն, գերհզոր բազա ունի, հասկանում ես Արեգ ջան։ Մենք ուղղակի գլուխ չենք գովում, հասկանում ես։ Էսի իմ գտածը չի, իմաստասերների, հասկանում ես, դու հասկանում ես, որ կապվում է ամբողջ ազգի պատմությունը։ Նրանք գալիս են կողքդ կանգնում են, չէ։ Իրանք չլնեին, այդ ամեն ինչը չէր լինի։ Այդ Տաթևիսյունը, այդ կենտրոնագմբեթ հրաշքները, չէ, այդ ճարտարապետական, լեզվական, այս ամեն ինչը չէր լինի, եթե այս տղեկը չլնեին։ Հասկանում ես, գիր գրականություն, գիտությունն է պաշտպանում ազգին։ Հող, մող, չի։ Այդ գեր հզորները, սաղ ոսկիները, տակները փլվան, չէ։ Այսօր էլ է կատարվում։ Հռոմը խի փլվավ, անբարոյականությունից չէ փլվավ։ Այլասերվածությունից։ Ահա, վերջ, այդքան սաղից բաներ վերցնում, չէ։ Այդքան ոսկի կուտակեց, բայց վերջը կործանվեց, չէ։ Պարոն Գևորգյան, ասացիք Հռոմ հիշեցի։ Ինչու ենք մենք մեր խոսքում շատ ենք ցիտում ու ասում, հղում կատարում, հին հույնները այսպես արեցին, հին հռոմեացիները այդպես արեցին, ինչու չենք ասում հին հայերը։ Ով ասի, մենք ասենք։ Մենք չենք ուզում, որտեղ մեզ նորից եմ ասում։ Մեզ աղավաղել են, մեր ուղեղները լվացել են, հասկանում ես։ Աշխարհը, երբ որ խոսում է մշակույթի մասին, անպայման պետք է այդ անտիկ աշխարհը իր մոտ տեսավորվում է Հռոմ,
դեմոկրատիա, պարլամենտ, սենատոր եւ այլն, հասկանում ես։ Նրանից դենա աշխատ չկա։ Հիմա էլ ամերիկան Հայերը վտանգավոր ժողովուրդ են եղել եւ մեր թշնամիները լավ էլ իմացել են իրանց գեր մշակույթի հզորության մասին։ Իմացել են։ Դրա համար նրանք ինչ են արել։ Մեր ղեկավարությանը վերցրել են բարիս բուն իմաստով, կաշառել են, ասել են՝ «Սուս, քանի որ տնտեսական մենք քեզ կսեղմենք ու կվերանաս»։ Հասկանում ես։ Այս սրանք էլ ասել են ուրեմն համաշխարհային, ուրեմն այդ որ ասում եմ բելի տաճար, այդ եմ ասում էլ է, հա, Բաբելոն։ Այս դրույթներն ա եղել, այս օրենք բանն ա եղել, օրինակարգն ա եղել, ստորաբարո, էդի ասենք, որ դա օրենք չի եւ օրինականություն չի, օրինակարգ չի, դա ստորություն ա, շինծ ու կեղծիք ա։ Ուզես չուզես մտել ես դրա տակը, նորից եմ ասում։ Պիտի պատվո դուրս գամ։ Այս իմաստասիրած դասը հասկացել է, որ սրանք ծախված են իրանց այդ կառավարիչները, դրանց հետ էլ չեն համագործակցել։ Գաղտնազերծել են։ Թաքնագրել։ Լուր գնացել են 9 հոգի, ասես պատկերացնենք։ Մեծացան, տվեցին այն 9 հոգուն, այսինքն հազարամյակներ ու պատեհ ժամանակ պետք է գար։ Եղել է, եկել է, Ռամշապուհի ժամանակ, նորից եմ ասում։ Եղել է այդ պատեհ ժամանակը։ Ու իրանք տվել են, այնտեղ բացել են դպրոցը, նոր առարկայական, էլի, կառուցվել են աստղադիտարանները, այդ տաճարները, էլի, հասկանում ես։ Դա կապն է տիեզերքի հետ, այո։ Այդ դրույթները դրա համար են որ մեկ-մեկ ասում եմ ու չի հասկացվում, չէ՞, Դիոնիսիոս Արիսպագացին, երբ որ դնում է քրիստոնեագիտության ուսմունքի, ուրեմն գլխավոր հիմնադրույթը, այնտեղ գրում է զմուտ եւ զել ամենայն գիտության ըստ կարգավորութիվն հայկի, ահա, այն էլ ասում, էլ Պլատոնի աշակերտն ա եղել, մեր առաքելական։ Ահա, հիմա բաբա որ Պլատոնի աշակերտն ա եղել ո՞նց։ Հələ մի հատ արի մտածենք, էլի։ Պլատոնը ինչ է։ Նայ, առաքելական եկեղեցին նեոպլատոնական կամ նոր պլատոնական այդ բանն է, ուղղորդման բանն է։ Այսինքն պլատոնականության հիմքն էլ հայկն է եղել։ Սպասի Պլատոնը մի հատ կարևոր բան է ասել, մի րոպե։ Հեսա ասեմ, չգիտեմ ասեմ թե չասեմ։ Այս մարդը ասում է, այնտեղ մի հատ ուրիշ քաղաքակրթություն է, չէ՞ եղել։ Չէ, Պլատոնը չի ասել Ատլանտիդայի մասին։ Չի բռնում ինչ-որ մի բան իրար։ Բայց մենք նեոպլատոնական ենք, չէ՞։ Բռնում է, ամեն ինչ ճիշտ է, մեր եկեղեցին հայկյան է։ Այդ Ատլանտիդայից է ստացվել այդ գիտելիքները։ Այն ժամանակ էլ հայերն են ապրել։ Այդ իմացյալներն են ապրել։ Դրա համար իմացել են այդ գիտությունը։ Այս ինչ բացահայտություն է, պարոն Գևորգյան։ Չէ, բացահայտ բան է, նորից եմ, դու գնան նայեն, մեր եկեղեցին նեոպլատոնական է։ Հասկանում ես, մինչև հիմա։ Դիոնիսիոս Արիսպագացին, որը հայկին դնում է զմուտ եւ զել ամենայն գիտությամբ, ամենաբարձր կետին։ Ինքը այոց եկեղեցու երկակից սուրբն է։ Հասկանում ես։ Մենք մեզնից ուզում ենք օտարվենք, հա, մեր իմացականից, մեր հիմնարար դրույթներից, ո՞նց։ Ով է մեզ ինչ թույն խմծերը։ Այս ո՞նց են աղավաղը մեր ուղեղը, հա։ Հասկանում ես ինչեր կան։ Հիմա ուզեն, չուզեն։ Սա հասկանալի է, որտեղ քաղաքական, չգիտեմ, աշխարհ քաղաքական եւ այլն, sense ինչ-որ մոտիվներ կան, որ հարմար չի դրա մասին խոսալը։ Հա։ Հայկը կգա, ժամանակը կգա, ուզես չուզես դեմ ես առնելու այդ դրույթներին, որտեղ պետք է արդարության դարը կա, չէ՞։ Այո։ Արդարությունը ինչ բան է, չէ՞։ Օրինակ ինչն է արդար։ Մարդը արդար է։ Ոչ, չէ։ Բայց արդար ծնվել է։ Այդ դրա մասին չեմ խոսում։ Մարդու մեջ չկա արդարություն, նոր խոսում ենք բելական համակարգի տակ ապրում էլի։ Բայց օրինակ Քոսենյակը մի հատ արդար բան եմ ուզում, հենա, այն բանը բա։ Կամ մի հատ եթե բույսը լներս դե հենա։ Արդար է, արդարություն է։ Արդարություն է։ Հայկի կենսատեղեկատվությունը ժամանակի ստանում է, մարդը աճում է, ինքը արդար է, ինքը ուրիշ օրենքների չի նայում։ Ինքը եթե
այդ բույսը տվյալ իր բանն է, ինքը չի կարող դառնալ ուրիշ բույսի նման, չէ՞, վերցնի նրա տեղեկատվությունը, ասենք վարունգը դառնա լոլիկ։ Կարա դառնալ։ Եվ վերջում Մարդը կարա վարունգ դառնա իմիջայլոցը, գետաձի դառնա, գայլ, բորենի, չէ՞, իսկ բնության մեջ այդպես մուտացիա չի լինում։ Պարոն Գևորգյան, վերջում եկեք խոսենք մի կարևոր հարցի մասին, այս խառնակորերում ինչ պետք է անենք, որտեղից պետք է գտնենք այսօր հային միավորող որակներ։ Ինքը բնականon ժամանակը բերելու է, ամեն ինչը պահանջատիրությունը դրած է, աշխարհը քանդվում է, նորից եմ ասում։ Այսինքն անտարբերության մատնվենք։ Չէ, դու կրողն ես, նորից եմ ասում։ Արածը արվածը, Հայկյան Վունդոմարը կանգնած է, որպես գերգիտություն զմուտ։ Ես եմ կրողն եմ, ինձանից ինչ է հասնում։ Գալու քեզ է հասնում։ Դու արդեն անում ես, այ Արեգ ջան։ Այն նավասարդ գալացողը։ Հիմա ես բոլորին խորհուրդ կտամ, որ իրանց խղճերի հետ խոսան։ Առաջի խնդիրը, որպեսզի պեղեն իրանց մեջ մարդը։ Եթե իրանց դա հայտարարում է։ Դու գնան իրանց տունը, նախ իրանց խղճի հետ խոսան, հետո որպեսզի չհիվանդանան, չհուսահատվեն, քնելուց առաջ շատ կարևոր բաներ եմ ասելու, էլի։ Այն որ կռիվ են արել կամ չգիտեմ, խնդիրներ ունեն, բան, այդ մտքերով չքնեն։ Թող մի հատ լավագույն իրանց օրը հիշեն, իրենց երեխուն, են 6 ամսական, բան, ժպիտով քնեն, արթնանան, են որ չքայքայվի իրանց էությունը, ու քիչ-քիչ, ու նաև իրենց խղճի հետ, նորից եմ ասում, առնեն տան։ Երբ որ դու մարդը իրեն որակական դրույթներին համապատասխան է, այս ամեն ինչը ինքնաբերաբար գալու է։ Արդեն այդ գործը արված է, նորից եմ ասում։ Գործը արված է։ Գործը արված է։ Մեզանից մնում է միայն 26 տարի այդ գործն են կարե արվել է, դրվել է, նորից եմ ասում, որպես գիտություն տվել է վերլուծությունը քվանտային անաչառ, անշահախնդիր, քվանտային ուրեմն համակարգիչը ասել է նորահայտ տեխնոլոգիա, հասկանում ես։ Հա։ Ուրեմն մենք խնդիր չունենք, որտեղ դա տենց է։ Դա տենց է, ու Հայկը ինձ էլ է ասում, մի շտապի է, սրան նրան բանման, բաներ մի ասա, շատ մի պահանջի, հասկանում ես, չեն անելու։ Դու ես ներվային անելու, ինչ գործ ունես։ Դու քո գործը արա, ինքը ժամանակը կգա, այդ պտուղը իր բանը կտա, հասկանում ես։ Ծառը իր պտուղը կտա։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր, հուսադրող, միևնույն ժամանակ դրական լիցքեր հաղորդող խոսքի համար, հետաքրքիր հղումների համար, որոնք տվեցիք եւ ձեր այն խոսքը, որոնք հղեցիք մեր հայրենակիցներին, նրանք վստահ եմ կզինվեն այդ խոսքով, նրանք կդարձնեն դա օրակարգ եւ կփորձեն ապրել ժամանակի մեջ ճիշտ ժամանակով։ Շնորհակալ եմ։ Մարդու կամքը ազատ է, Արեգ ջան, վերջում էդ ասեմ, էլի։ Հիմա էլ ընտրության ժամանակն է, եթե երեք այդ ընտրության ժամանակ կարծես թե չկար, հիմա եկել է ընտրության ով ես դու եւ որտեղ ես քեզ տեսնում։ Այնպես որ ամեն մարդ դրա մասին պետք է որ կողմում ես դու, ինչ ընտրության կողմն ես կանգնել, ինչ ընտրություն պետք է անես։ Ամեն մարդու եմ ասում արդեն, ոչ միայն մեր ժողովրդին, ընդհանրապես աշխարհում այդ ընտրության ժամանակն է, մեծն զտման ժամանակն է, բայց ամեն ոք ինքը պետք է ընտրությունը կատարի։ Եվ դրանով է պայմանավորված անձի, ազգայինի եւ մարդկայինի, համամարտկայինի եւ համատիեզերականի այո, փրկություն չասենք, շարունակությունը, կատարելագործությունը։ Ամենայն բարիք ձեզ, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ։ Բոլորիս բարիք։ Մենք կրել ենք դարերի ցավը մեր ուսերին, ինչպես լուր խաչ, անցել ենք կորուստների միջով անուն առ անուն, հիշողություն առ հիշողություն, ու պահել ենք մեր գոյությունը ոչ թե հանգիստ ժամանակներում, այլ հենց փլուզման եզրին կանգնած։ Եվ մենք տառապել ենք, լռել ենք, ընկել ենք, բայց երբեք չենք անհետացել, որովհետև հայի ճակատագիրը միայն տառապանքը չէ, հայի ճակատագիրը վերածնունդն է։ Ամեն մի կորուստից հետո մենք հավաքել ենք մեզ բեկոր առ բեկոր, ամեն մի մթություն
պարտությունից հետո նորից որոնել ենք լույսը, ամեն մի պարտությունից հետո նորից կանգնել։ Եվ այսօր էլ մենք կանգնած ենք նույն ընտրության առջև՝ լինել անցյալի ստվեր, թե ապագայի կրող։ Եվ եթե մենք հիշենք, որ մեր ցավը մեր թուլությունը չէ, այլ մեր խորությունը, մեր կորուստը մեր վերջը չէ, այլ մեր սկիզբը, ապա մենք կրկին կվերածնվենք։ Խոստովանին առքես, Տեր, զմեղս իմ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, հյուրս հնագույն քաղաքակրթությունների անկախետազոտող Վազգեն Գևորգյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։